Ողջույն սիրելի հայրենակիցներ, նոր ու հետաքրքիր տեսարժան վայրերի, հնամենի կոթողների և պատմական հուշարձանների որոնումներով եթերում ձեզ հետ է «Պատմության վկաները» հեռուստանախագիծը։ Այս անգամ որոշեցինք սկսել հայ ճարտարապետական մտքի ստեղծած մի եզակի կոթողից։ Զվարթուն ու Զվարթնոց, հրեշտակների տաճար, հայ ճարտարապետության եռաձայն պատարագ, 45 մետր սլացքով վեհաշուք ու բարձրանիստ մի եկեղեցի, որին շատ կարճ կյանք էր վիճակված։ Զվարթնոցը միայն եկեղեցի չէր, այլ համայն հայության նվիրական մի վայր։ Այստեղ են հանգչում Սուրբ Գրիգոր Լուսավորչի մի քանի մասունք, եւ այստեղ է մեր ժողովուրդը 5-րդ դարում դիմավորել վաղարշաբաթ վերադարձող Սուրբ Մեսրոպ Մաշտոցին, ոսկետար Այբուբենը ձեռքին։ Եվ այսպես Զվարթնոց։ 1901 թվական Մայրաթոր Սուրբ Էջմիածնի միաբան Խաչիկ Վարդապետ Դագյանի պեղումների արդյունքում տաճարի փլատակներ են Երևան գալիս, այն էլ ինչպիսի փլատակներ։ Պեղումների ժամանակ հողի հաստ շերտից ազատվել էին մի տաճարի ավերակներ, որը նմանը չունի Հայաստանում, եւ որից պահպանված դրվագները այսօր էլ գերում են ցանկացած այցելուի։ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ տաճարը նման չի ոչ մի ուրիշ եկեղեցու, ան եղել է վեհաշուկ եւ առանձնահատուկ։ Որպես ապացույց այսօր մնացել են միայն այս սյուները եւ տարածքում սփռված քանդական նախշերով քարերը։ Զվարթնոց, Զվարթուն, հրեշտակ։ Աստվածային հնչողություն ունեցող ու լուսավոր այս բառերը լավագույնս են բնորոշում այն հուշարձանը, որտեղ ուղևորվում ենք մենք հիմա։ Զվարթնոցը վաղ քրիստոնեական շրջանի մի կոթող է, որի Երևանից ոչ հեռու գտնվող փլատակները առ այսօր հիացմունք են պատճառում։ Այստեղ ամփոփված է Գրիգոր Լուսավորիչի մասունքներից մեկը։ Չնայած այդ տեղանքը հայտնի եղել վաղուց։ Հենց այստեղ ժողովուրդը դիմավորել է հայոց Այբուբենը մայրաքաղաք վաղարշաբաթ տանող Մեսրոպ Մաշտոցին։ Ըստ ավանդության տաճարը կառուցվեց այն ճանապարհին, որտեղ վաղարշաբաթ ուղևորվող Գրիգոր Լուսավորչին դիմավորեց հայոց Տրթատ թագավորը։ Արապատ կոչվող դաշտում կառուցված տաճարը տարիներ Արապատ Սուրբ Գրիգոր անվանվեց, եւ դրա հիմքում ամփոփվեցին Լուսավորչի որոշ մասունքներ։ Ասում են նաև, որ տաճարի օծման արարողությանը ներկա է գտնվել բյուզանդական Կոնստանտին III կայսրը։ Վերջինս հիացած տաճարի վեհությամբ վերադարձին իր հետ է վերցրել տաճարի ճարտարապետին, որպեսզի նման տաճար կառուցի Կոնստանդնուպոլսում, բայց ճանապարհին ճարտարապետը հիվանդացել ու մահացել։ Սակայն սա Զվարթնոցի կառուցման վարկածներից միայն մեկն է, քրիստոնեականը, կան նաև այլ վարկածներ։ Շատերը գտնում են, որ Զվարթնոցը պետք է վերակառուցել։ Գուցե նրանք իրավացի են։ Սակայն մյուս կողմից հնարավոր է, որ վերակառուցումից հետո Հովնան ճարտարապետի տաճարը դառնա պարզապես շքեղ վերարտադրություն, կորցնելով իր բնության հմայքը։ Որոշ գիտնականներ էլ հիմնվելով տեղանքում պեղումների արդյունքի վրա, կարծում են, թե Զվարթնոցը, ինչպես բազում այլ քրիստոնեական սրբավայրեր, կառուցվել է հեթանոսական Մեհյանի տեղում,
Այստեղ հեթանոսները զոհեր են մատուցել հին հայոց գիտության և արվեստի աստծուն, Տիրին։ Իսկ հետո, նոր կրոնի հաստատումից հետո, մեքենայաբար եկել են նոր, քրիստոնեական տաճար։ Որպես մեկ այլ հիմնավորում նշվում է հենց Զվարթնոց բառը, դարեր շարունակ Զվարթունը հին հայերենում հրեշտակ է նշանակել։ Ինչևէ, հայտնի է, որ Զվարթնոցը կառուցվել է 5-ից 7-րդ դարերում։ Իհարկե, կաթողիկոսը իր նստավայրը չէր դարձնի մի սովորական տաճար, եթե կար այսպիսին վեհաշուքը, իր ճարտարապետությամբ Հայաստանում միակը։ Տաճարը բարձր էր, զարմանալի հոյակապ, արժանի աստվածային իր պատվին ու կոչմանը։ Այստեղ 7-րդ դարում վեր է բարձրանում կաթողիկոսարանի շքեղ պալատը։ Այն համարվում է հայկական ճարտարապետության գլուխ գործոցներից մեկը, քանի որ այս քարերը չեն կարող լինել սովորական կառույցի համար։ Թորամանյանի մանրամասն ուսումնասիրությունները վերականգնեցին տաճարի իսկական պատկերը։ 45 մետր բարձրությամբ տաճարը եղել է բոլորակ, եռահարկ, կառուցվել է այնպիսի հակասեյսմիկ համակարգով, որին կնախանձեին ժամանակակից բազում շենքեր ու շինություններ։ Պատկերացրեք, 3 բոլորակ շրջաններ, որոնք տարբերվում են տրամագծով, շարվել են միմյանց վրա, մեծից փոքր, որոնք միացել են թաղերով կամ փոքրիկ տանիքներով, զարդարվել գեղանկար բարձրաքանդակներով։ Ստեփանոս Ասողիկը, դարի հայ պատմիչը, հիշատակում է միայն, որ 10-րդ դարի վերջին այն արդեն փլուզված էր։ Հետո, ամենայն հավանականությամբ, դարերի ընթացքում դրա փլատակները հողով են ծածկվել, մոռացության մատնվել ու կրկին Աստծո կամոք լույս աշխարհ եկել 20-րդ դարի սկզբին։ Գուցեև ոչ, ցանկացած բան ունի սկիզբ ու վերջ, երբ սրբավայրը լքվում է, ուրեմն լուրջ հիմքեր են լինում դրա համար։ Արագածի փեշերին ավելի քան 1000 տարի բազմած Ամբերտ ամրոց։ Աննվաճ այս ամրոցը ասես ամպերի մեջ լինի, եւ ասում էին միայն ամպերը կարող էին թափանցել ամրակուռ պարիսպներից ներս։ Վարկյանների պես մեկը մյուսի հետևից դարեր են թռել։ Ինչեր ասես, որ չի տեսել Ամբերտը, անցել դավերի ու կրակների միջով, ու հավերժական հուշարձանի պես կանգուն մնացել, որպես մեր ժողովրդի մաքարումներով լի անցյալի վկայություն։ Ամբերտ։ Մենք մոտենում ենք Հայաստանի վաղ միջնադարյան շրջանի ամենահայտնի բերդերից մեկին՝ Ամբերտի ամրոցին։ Համաձայն ավանդության, այս ամրության անվանումը առաջացել է ամպերին հասնող բերդ կապակցությունից։ Ամբերտը կառուցվել է բարձրադիր շրջանում, ծովի մակերևույթից ավելի քան 2000 մետր բարձրության վրա և ամպերին հասնող կամ ամպերից դուրս եկող բերդ, ամպ-բերդ է հիշեցրել։ Եկեք բարձրանանք, որ կարողանանք գոնե մոտավորապես հասկանալ, թե ինչ կառուցվածք են ունեցել մեր նախնիների բերդերը։ Ժամանակի ընթացքում ամպ-բերդը աղավաղվել ու ամբերդ է դարձել։ Այն կառուցվել է 7-ից 10-րդ դարերի ընթացքում, պատմության տարբեր ժամանակահատվածներում պատկանել Պահլավունիներին, Կամսարականներին, Բագրատունիներին, Զաքարյաններին ու Վաչուտյաններին։
Հայտնի է նաև, որ Ամբերդը պաշտպանական հենակետ անառիկ ամրություն են դարձրել Բագրատունիները, նախապես ամրացնելով պարիսպները ու մի քանի պաշտպանական կառույցներ ավելացնելով։ Ամրոց մտնելը մեզանից ընդամենը մի քանի րոպե խլեց։ Այնինչ հարյուրավոր զինվորներ ժամանակին զոհվել էին։ Չկարողանալով նույնիսկ մոտենալ պարիսպներին։ Կենտրոնում պահպանվել են դղյակի միջնաբերդի մնացորդները։ Ներքին հարկերում պաշտպանական նկատառումներով դրանք պատուհաններ չեն ունեցել։ Ողջ համալիրը կառուցված է անմշակ մուգ գործաքարերով։ Գույնի շնորհիվ այն միաձուլվել է տեղանքին ու հեռվից աննկատ մնացել թշնամուն։ Այսօր ամրոցի պատերը խնդված են։ Անառիկությունը ու այստեղ բնակված մարդկանց հերոսական կյանքը անցյալում են։ Այս սարահարթի երկարությամբ եռանկյունաձև ձգվում է Բերդաքաղաքի պարիսպը։ Մի քանի հատվածներ, որից երևում են այստեղ։ Ամբերդը նախ ավերել են օտար նվաճողները, այնուհետև իրենց սև գործն են արել ժամանակն ու տեղանքին բնորոշ բնական աղետները։ Ու չնայած դրան, այն այսօր էլ հանրապետության լավագույնս պահպանված հին օրերի խորհրդավոր շունչը չկորցրած ամրոցներից է։ Ասենք ջրի կարևորությունը գիտակցող ամբերդցիները պարիսպների ներսում նաև ջրամբարներ էին կառուցել, իսկ չկանխատեսված դեպքերի համար ամրոցը գետերին կապող ստորգետնյա գաղտնուղի կառուցել։ Սա միջնաբերդի դռներից մեկն է եղել, որը վտանգի ժամանակ փակվում էր այս ծանր սալաքարով, որը ամրանում էր պողպատե ամրակներով։ Այս դուռը հնարավոր չէր կոտրել կամ այրելով բացել, բայց նույնիսկ նա չէր կարող օգնել պաշտպաններին, եթե ուտելիքն ու ջուրը վերջանար։ Հայտնի է, որ Ամբերդում ինքնահոս ջուր է եղել։ Շրջակա աղբյուրներից կավե խողովակների միջոցով ջուրը ստորգետնյա ճանապարհով հասել է միջնաբերդ։ Իսկ բաղնիքը տաք ջրով մատակարարելու համար նույնիսկ երկաթե խողովակաշար է անցկացված եղել։ Ներկայում եկեղեցին ամրոցի լավագույնս պահպանված հատվածն է։ Այն նորոգվել է համեմատաբար վերջերս ու հաճախ է զբոսաշրջիկների ընդունում։ Հայտնի է, որ եկեղեցին ևս շրջապատված է եղել անառիկ պարիսպով։ Եռանկյունաձև պարիսպները պատահականություն չեն։ Ամրոցը հարակից կառույցներով կառուցվել է հենց եռանկյունաձև հրվանդանի վրա երկու գետերի միախառնման վայրում։ Ամբերդը վերջնականապես անկում է ապրել 14-րդ դարում թաթար-մոնղոլական արշավանքների ժամանակ։ Շատ հավանական է պաշտպանները չեն կարողացել երկար դիմադրել քանակով գերազանցող թշնամուն։ Թշնամին արագ գրավել է միջնաբերդը եւ այլևս կարիք չի եղել նրան ավիրել։ Ամբերդի պարիսպները անընդհատ վերակառուցվել են, համալրվել պաշտպանական կառույցներով, ասենք բուրգերով, որոնք հիմնական մուտքի նկատմամբ դասավորվել են այնպես, որ անառիկ են դարձրել Ամբերդը։ Սակայն թերևս անօգուտ։ Օտար նվաճողները Ամբերդը գրավել են 3 անգամ,
11-րդ դարի վերջին սելջուկների արշավանքների ժամանակ, 1236-ին մողոլների կողմից և վերջին անգամ 3 դար անց։ Այս մասին տեղեկություններ գրեթե չկան, նույնիսկ պարզ չէ, ամրոցը ընկել է երկարատև մարտերի ու մեծաթիվ զոհերի պատճառով, թե թշնամին կարողացել է գտնել թե ջրամատակարարման խողովակաշարը, թե գաղտնուղին։ Սակայն պարզ է, որ այդ ժամանակ ամրոցը չի քանդվել, ավելին, թշնամին հարկ չի համարել այն ավերել անգամ նվաճումներից հետո, վերածել է հենակայանի։ Ժամանակի ընթացքում Ամբերդը իր պաշտպանական նշանակությունը կորցրել է, հետզհետե լքվել ու սկսել քանդվել։ Այսպիսին է մեր երկիրը, հարուստ և առեղծվածային։ Եվ ինչքան մեծ է հետաքրքրությունը, այնքան ժամանակի տված հնարավորությունը քիչ է թվում տեսնելու և ուսումնասիրելու մեզ ժառանգված հսկայական հարստության թեկուզ և մի փոքր մասը։ Նախնիների թողած անակնկալները ամենուր են և անվերջանալի։ Դրանց ականատեսը կարող են դառնալ միայն նրանք, ովքեր գիտակցում են դարերից եկած իմաստության արժեքը, ովքեր հասկանում են, որ սեփական ժողովրդի պատմության ամենահետաքրքրական էջերն այնքան էլ հեշտ չէ գտնել, քանի որ դրանք երբեմն թաքցնում են հենց մեր պատմության քարեղեն վկաները։ Մինչ նոր վկայություններ։